Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի 12-18 Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Համեցեք պարոն Հայրապետյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության համապատասխան որոշման սույն նախագիծը վերաբերում է ինժեներական քաղաք ծրագրին, մասնավորապես ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչին։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոտեր են առկա, սա մի կողմից, երկրորդ կողմից վերջին ամիսների ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից դառնալու ռեզիդենտ ընկերություն ինժեներական քաղաքի տարածքում, սակայն այն պայմանով, որ նախնական սահմանված սահմանափակումները հողակտորների այն է տրամադրել մինչև 500 քառակուսի մետր հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերություններին այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերությունները անհրաժեշտություն ունեն դիմել եւ ստանալ 500 քառակուսի մետրը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ, ինչը մեր կարծիքով, ինչպես նաեւ ինժեներական քաղաքում արդեն իսկ ռեզիդենտ ընկերությունների միաձայն որոշմամբ միանշանակ առավել գալիս է վերջնականացնելու եւ նպաստելու ինժեներական քաղաքի էկոհամակարգի կայացմանը, որովհետեւ սա բերում է նոր ենթակառուցվածքներ ինժեներական քաղաք, բերում է նոր գիտելիքներ, խոսքը տասնյակ կամ հարյուրավոր բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է, որը ծառայելու է ընդհանրապես ամբողջ ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններին, հետևաբար մեր կարծիքով այս կարգավորումը բնականաբար նպաստելու է նախ եւ առաջ վերջնականացնելու եւ արագացնելու ինժեներական քաղաքի կառուցման տեմպերը, զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից նաեւ բնականաբար հեշտացնելու է արդեն իսկ այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետեւ ինժեներական քաղաքում ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը եւ առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները բնականաբար ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում ուրեմն մեզ համար կարևոր է հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը։ Այս պայդրությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները դեռևս նոր են կառուցում իրենց շենքերը եւ որոշակի փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ քաղաքը երբ սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ըստ էության ավարտելու ենք այս ծրագիրը եւ այն ինքնաբավ պետք է լինի։ Այլ կարգավորումներ եւս նախատեսված են այս նախագծով, որոնք վերաբերում են ապագայում հնարավոր այն դեպքերին, որ օրինակ ընկերությունները կարող են ստանալ որպես նվիրատվություն հողակտոր, սակայն չկարողանան շինարարական աշխատանքներ կատարել ինչ-ինչ պատճառներով, նմանատիպ մեկ դեպք ունեցել ենք, սա է մեզ ստիպել մտորել հնարավոր լուծումների վերաբերյալ, բայց բարեբախտաբար տվյալ ընկերությունը կարողացել են նոր պատվերներ ստանալ եւ դիվերսիֆիկացնել, այսինքն ըստ էության փաստացի որևէ նման դեպք չունենք, որ ստիպված կլինի ընկերությունը հետ վերադարձնել հողակտորը, սակայն մենք պարզեցված ընթացակարգեր ենք այս նախագծով սահմանում, որպեսզի կարողանանք կարգավորել նմանատիպ խնդիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Հայրապետյան։ Տեսեք, ի սկզբանե ինժեներական քաղաքի գաղափարի հիմքում դրված էր հետեւյալը, որ կառավարությունը տրամադրում է հողակտոր, բերում է այդտեղ կառուցում է անհրաժեշտ ենթակառուցվածքա, գազը, ջուրը, հոսանքը եւ այլն եւ ինտերնետը մոտեցնում է։ Հետո նաև որոշակի ինժեներական ենթակառուցվածքա ստեղծում, այդ թվում ֆիզիկական, այսինքն շենք, որտեղ կարող են լինել լաբորատորիաներ, սարքեր եւ այլն,
որոնք կարող են կիրառվել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ընկերությունների կողմից։ Հիմա եւ այս տրամաբանությամբ այդ տարածքը ինժեներական գործունեության համար ինժեներական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար դարձնում է գրավիչ, որպեսզի իրենք իրենց հերթին այդ տարածքում ձեռք բերեն հողամաս եւ այնտեղ կառուցեն իրենց գրասենյակները, ընկերությունների համար աշխատանքային տարածքներ եւ այլն եւ այլն։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. այս ինչ որ ես ընդ որում սա նշանակում է, որ այդ բոլոր ենթակառուցվածքները ստեղծված են եւ այդ բոլոր տարածքներում արդեն կառուցված են մասնավոր հատվածից ընկերությունների գրասենյակներ եւ կառավարության պարտավորություններն էլ այդ ենթակառուցվածքը եւ ինժեներական եւ հարակից պատրաստ է։ Այս ամեն ինչ որ նկարագրեցի մեր 100%-ն է։ Հիմա մենք 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ այս 100%-ից քանի տոկոսն ենք իրականացրել ընդհանուր առմամբ եւ մի հատ էլ առանձնացնենք երկու մասի՝ մասնավոր հատվածի 100% եւ պետական հատվածի 100%, պետական հատվածի քանի տոկոսն ենք իրականացնել այս պահի դրությամբ եւ պետական հատվածի 100%-ը երբ ենք, եթե այս պահին դեռ չենք իրականացրել, երբ ենք պլանավորում իրականացնել։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ այս նախագիծը վերաբերում է նոր մասնավոր ընկերությունների ներգրավման մասին, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ասեմ, որ ըստ էության պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես ակսելերատորի շենքին, դուք իրավացիորեն նշեցիք, որ սա եւ գրասենյակային տարածքներ եւ որ ամենակարևորն է լաբորատոր տարատեսակ միջավայր է եւ ենթակառուցվածքը իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերությունների, այլ ընդհանրապես ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգին է ծառայելու, նախատեսված էր, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները եւ հանձներ։ 100%-ը պետք է լիներ, այսինքն կառավարության մասին։ Այո, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով կապալառու ընկերությունը դիմել է կառավարությանը երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքները իրականացնելու ժամկետը եւ որին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հակված է ընդառաջելու, այսինքն մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն եւ հանձնված լինեն մեզ։ Այսինքն դա նշանակում է, որ առնվազն մեր այսօրվա ընկալմամբ ամառը կառավարությունը իր 100%-ը իրականացրած կլինի։ Միանշանակ, այո։ Շատ Ինչ վերաբերում է ընկերություններին, ձեր հարցի երկրորդ մասին։ Մենք արդեն իսկ ընկերություն ունենք, որ ամիսներ շարունակ արդեն իսկ աշխատում է, այսինքն այնտեղ գրասենյակը կառուցվել է, կահավորվել է, մարդիկ ամեն օր գնում են աշխատանքի, լուծված է, ձմռանը աշխատել է այդ ընկերությունը։ Ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ավարտական փուլում են շինարարության, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ եւ սկսում են իրենց շենքերի կառուցումը։ Ինչպես նաև ես իմ խոսքում շատ հակիրճ նշեցի, բայց այստեղ նաև կարևոր է ասել, որ նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոնը ազնավուր։ Շատ լավ, մենք Ֆրանսիայի կողմից նվեր ենք ստացել սուպեր համակարգիչ եւ նաև ուզում եմ հետաքրքրվել այդ սուպեր համակարգիչը տեղադրված եւ գործում է, աշխատում է։ Ուրեմն Ֆրանսիայի Թուլուզի համակարգչային ուրեմն գիտությունների ինստիտուտի Պոլ Սաբատի համալսարանի կողմից մենք ստացել ենք որպես նվիրատվություն, որը վերազինվել է Athos ընկերության կողմից եւ 2024 թվականի մայիսի 31-ից գերհամակարգչային կենտրոնը Ազնավուր գերհամակարգչային կենտրոնը աշխատում է, այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական եւ հետազոտական խմբեր
աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը բարձր արտադրողականությամբ հաշվողական այդ ռեսուրսները եւ ավելի քան շուրջ 30-ից ավելի նախագծերի վրա գիտական հետազոտական աշխատանքներ են իրականացում այս պահի դրությամբ։ Հաշվի առնելով ամբողջ համակարգչի ռեսուրսը, այս պահին կարող եմ ասել, որ ամբողջ ներուժի կեսն է օգտագործում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, դա նշանակում է, որ առաջիկայում սարերի հետևում չէ նաև այն պահը, երբ ամբողջությամբ իր ողջ ներուժով կօգտագործվի գերհամակարգիչը։ Շատ լավ, մենք նախորդ տարի, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորեցինք եւ Nvidia ընկերությունից ձեռք բերեցինք սուպեր համակարգիչ, նոր սուպեր համակարգիչ, երկրորդը եւ առաջինը, որ մենք գնում ենք մեր պետության միջոցներով արհեստական բանականության։ Հիմա ես գիտեմ, որ սուպեր համակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է եւ պետքա տեղադրվեր, բայց ի սկզբանե տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան եւ բայց այնուամենայնիվ այդ սուպեր համակարգչի տեղադրման եւ հասանելի դարձնելու մասով ուր ենք հասել Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, նախորդ տարի սուպեր համակարգչի գնումը իրականացվեց եւ դեկտեմբերի 26-ին արդեն սուպեր համակարգիչը Հայաստանում էր, այսինքն նախորդ տարեվերջին բառացիորեն սարքավորումը արդեն գտնվում էր Հայաստանում։ Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում, աշխատանքները իրականացվում են, որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման process-ում են։ Տեղակայման վայրը Երևանի պետական համալսարանն է եւ այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, իհարկե այստեղ ավելի այդպես մասնագիտական դաշտ է, բայց պետք է ասեմ, որ մենք ոչ թե ունենք կրկնություն ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառութային հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում ուրեմն մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն մեծածավալ տվյալների հետ աշխատելու եւ այդ հաշվարկները անհրաժեշտ են տարբեր ուղղություններով, դրանք կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգներ, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական, կենսաբժշկական հետազոտությունների համար կարող է օգտագործվել ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների եւ հաշվի առնելով, որ Երևանի պետական համալսարանում տեղակայման մասին ենք խոսում, պետք է նշեմ, որ մենք նաեւ կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ ենք ձեռք բերելու եւ անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը Երևանի պետական համալսարանում նաեւ բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը պիտի հիշեցնեմ, որ կրթության ռազմավարության մեր կարևոր նպատակներից էր։ Ըստ էության ամեն ինչ պատրաստ է եւ տեղադրման այս հարցերը կարգավորելով կկարողանանք մեկնարկել նաեւ այս կենտրոնը, որը կարծում եմ պարոն Հայրապետյանի նշած աշխուժացմանը ոլորտի կարող է գալ միայն նպաստելու եւ լրացնելու։ Տիկին Անդրեասյան, կարող ենք ասել մոտավորապես երբ գերհամակարգիչը տեղադրված եւ շահառուների խմբերին հասանելի կլինի։ Պարոն վարչապետ, մենք պլանավորել ենք, որ աշխատանքները պետք է մեկնարկենք մայիսից տեղադրման եւ ամենակարճ ժամկետում ավարտենք։ Այսինքն այս պահին մեր պլանից հետ չենք ընկած։ Կարծում եմ, որ այդտեղ ունեինք մրցույթի բողոքարկման եւ դատական գործընթաց, որը մի փոքր դանդաղեցրեց մեր աշխատանքը, բայց կարծում եմ, որ տարեվերջին կենտրոնը արդեն կգործի եւ կկարողանա ծառայել իր նպատակին։ Շատ լավ։ Համեցեք։ Նաև հաշվի առնելով, որ այսօրվա կառավարության մեր նիստը հատկապես նշանավորվեց գիտելիքի մասին, շատ անդրադարձնելով, շարունակելով Տիկին Անդրեասյանի խոսքը, նաև ուզում եմ ասել, որ Ազնավուր գերհամակարգչային կենտրոնում բացի ենթակառուցվածքի օգտագործումից, սա շատ կարևոր է այն իմաստով, որ այստեղ մենք այս պահին արդեն իսկ պատրաստվում են, ինչպես գործընկերս նշեց, big data-ի մեծ տվյալների, ամպային հաշվարկների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների, մեքենայական ուսուցման
եւ այլ ուղղություններով հատուկ ձեռնարկների կրթական եւ դասավանդման համար անհրաժեշտ հատուկ ձեռնարկների պատրաստման եւ տղատեսակ կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից, ինչը ոչ պակաս կարեւոր է կարծում եմ։ Շատ լավ, խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մենք այս հարցը նաև քննարկել ենք եւ պարոն Հայրապետյանի եւ Տիկին Անդրեասյանի հետ։ Այս նոր կենտրոնը, որ պետք է Երևանի պետական համալսարանում ձևավորվի եւ այն ենթակառուցվածքը, որ հիմքում ունի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների կողմից տրված օգտագործման իրավունքներ, մի նոր շերտ պետք է բացի, որը մենք պետք է կարողանանք կառավարել, դա այն լիցենզիոն պայմանների պահպանումն է, որը հասանելի է դարձրել այդ ենթակառուցվածքի օգտագործումը։ Այսինքն դրանք լոգիկական սարքավորումներ են, միջավայր է, որ պետք է որոշակի սահմանափակումների պայմաններում գործի եւ արտոնված օգտագործման իրավունքները այդտեղ շատ կարեւոր հարց են եւ այն մշակույթը, որ մենք պետք է ձևավորենք այդ ուղղությամբ, պետք է այնքան ճիշտ ձևով արվի, որ հաջորդ նման տեխնոլոգիական տրանսֆերների դեպքում լինի ապացույց եւ հիմք, որ մենք կարողանում ենք նման միջավայրեր զարգացնել։ Մենք այս հարցը պակաս կարևոր չենք համարում, մշտապես աշխատանքային ձևաչափով քննարկում ենք, ներգրավելով բոլոր պատասխանատու կողմերին եւ ընթացքից պետք է նաեւ հետ դառնանք, գնահատենք, թե մենք որքանով ենք դա ճիշտ իրականացնում, որովհետեւ այս մեկ օրինակը մեզ համար հետագա նման հաջող օրինակների զարգացման նախապայման է։